Աղվեսը և լորը Կիրգիզական հեքիաթ Օրերից մի օր խիտ խոտերում լորը հոնգուր լաց լինելով երգում էր ու բողոքում, որ իր վրա են հարձակվում և բազեն և ուրուրը, իսկ խորամանկ ու անզգամ աղվեսը բան ու գործը թողած ընկել է իր ետևից, որ ուտի: Հենց այդ ժամանակ մոտիկից անցնելիս աղվեսը լսում է լորի բողոքը: Թաքուն մոտենում ու բռնում է լորին: Էդ ո՞նց ես համարձակվում ինձ անզգամ անվանել: Քեզ համար ո՞վ է լավ: Գուցե մա՞րդը: Խեղճ լորը վախից ոչ այն է մեռած, ոչ այն է կենդանի փնթփնթում է: Մարդը արդար է, խիղճել ունի: Եղել է ժամանակ, որ ինձ նստեցրել է վանդակը և լավ կերակրել: Դու հիմարի մեկն ես, պատասխանում է աղվեսը: Մարդը քեզ ինչու է կերակրում: Նրա համար, որ չաղանաս և ուտելու համեղ պատառ դառնաս: Նա քեզ գովում է, որ համեղ ես, բայց գանգատվում է, որ շատ փոքր ես: Ինքդ էլ տեսնում ես չէ, որ մարդը ինձ չի կերել, այլ պահել է վանդակում, կրկնում է լորը: Անխելք, բացականչում է աղվեսը: Մարդը քեզ վանդակում պահում է, որ երգես և ուրախացնես իրեն: Կամ էլ շուկա է տանում, որ քեզ մի ուրիշ լորի հետ կռվեցնի: Իսկ դուք, հիմար լորեր, չխնայելով ձեզ կռվում եք մարդկանց ուրախացնելու համար: Եթե հաղթում ես, մրցանակը տալիս են տիրոջդ և քեզ ոչինչ չի հասնում: Իսկ եթե պարտվում ես, տերդ դրա համար քեզ մի լավ ծեծում է: Կարծես թե ճիշտ ես, ի վերջո ասում է լորը կասկածանքով: Եթե էդպես է, ուրեմն քեզ կուտեմ: Դե լավ, կամքը քոնն է, հլու հնազանդ պատասխանում է լորը: Ոչ, ես դեռ քեզ չեմ ուտի, ծիծաղում է աղվեսը: Այստեղ գալիս ճանապարհին մի կուշտ մուկ եմ կերել: Իսկ դու ինձանից ոչ մի տեղ փախչել չես կարող: Երբ պետք լինի, ես քեզ կուտեմ: Բայց ավելի լավ է ուրախացրու ինձ: Մարդուց վրեժ լուծի: Գիտես նա ինձ շատ է նեղացրել: Դու նրան ձեռ առ, իսկ ես հեռվից կնայեմ ու մի լավ կուրախանամ: Լորը համաձայնում է ու աղվեսին տանում մոտերքում գտնվող մի յուրտի մոտ է հասցնում: Յուրտի մոտ մի կին կով էր կթում: Կողքին էլ մի տղա խաղ էր անում: Լորը նստում է կնկա գլխին ու սկսում է երգել: Կինը չի հասկանում, թե լորը որտեղ է երգում: Իսկ տղան տեսնում է: Մայրիկ մի շարժվիր, ես հիմա դրան կսպանեմ: Ասում է տղան մի երկար փայտ է վերցնում, բայց վրիպում է: Հարվածը իջնում է ուղիղ մոր գլխին: Լորը օդ է բարձրանում: Կնոջ գլխից էլչեկը ցած է գլորվում: Կովը վախենում է խփում լիքը դույլը շուռ տալիս: Լորը թռչում է աղվեսի մոտ ու հարցնում: Հը, լավ ծիծաղեցի՞ր: Հա, շնորհակալ եմ բարեկամս, ասում է աղվեսը: Քեզնից շատ գոհ եմ: Դու ինձ մի լավ ծիծաղեցրիր: Ափսոս կնոջ գլխին էլչեկի փոխարեն բարակ շալ չէր: Եթե տղան մոր գլուխը ջարդեր, ես ավելի գոհ կլինեի: Բայց ոչինչ, էդքանն էլ առայժմ ինձ բավական է: Իսկ կարո՞ղ ես էդպես ինձ էլ վախեցնել: Բոլորը աղվեսին խորամանկ են համարում: Բայց ոչ ոք չգիտի, որ ես բատիր եմ և ոչ ոքից էլ չեմ վախենում: Դե, փորձիր ինձ վախեցնել: Մի վախեցիր, ես էլի ընկերություն կանեմ քեզ հետ: Թե որ ցանկանում ես, կարող եմ, պատասխանում է լորը: Միայն թե աչքերդ փակիր: Ես քեզ մի թել կտամ: Բռնիր էդ թելից ու իմ ետևից արի: Աղվեսը համաձայնում է: Լորը աղվեսին տանում է ու մի լեռան ստորոտին է հասցնում: Հենց այդ պահին լեռներից իջնում է որսորդը, բազեն ձեռքին և երկու բարակներն էլ կողքին: Երբ նրանք մոտենում են, լորը ասում է. Աչքերդ բաց արա: Աղվեսը աչքերը բացում է ու քարանում տեղում: Սև ու մեծ բազեն օդ է բարձրանում:
իսկ երկու բարակները հարձակվում են աղվեսի վրա։ Աղվեսը վազում է դեպի խիտ թփուտները։ Նրա գեղեցիկ մորթին պատառ է լինում փշերից, իսկ մռութը արնոտվում է։ Աղվեսը շնչակտուր ինչ-որ բույն է մտնում ու վախից դողում։ Լորը թռչում գալիս է բնի մոտ ու հարցնում. «Հե, աղվես բարեկամ, ո՞նց ես։ Դու երևի գոհ ես, որ քեզ վախեցրի»։ «Այ միակ բարեկամ, թե քեզ չասեմ, էլում կարող եմ պատմել իմ գաղտնիքը։ Քիչ մնաց վախից մեռնեի։ Հիմա ես համ վատ եմ լսում, համ էլ վատ եմ տեսնում։ Մոտ արի, ոնց որ պետք է խոսենք»։ Լորը հավատում է նրա խոսքերին։ Մոտենում է եւ աղվեսը նրան անմիջապես բռնում է։ «Դու ինձ ոչ թե վախեցրիր, այլ ուղղակի մահվան դուռը հասցրիր։ Ինչու բազեի ու բարակների մոտ տարար, դրա համար էլ ես քեզ հիմա կուտեմ»։ Լորը այստեղ հասկանում է, որ այլևս պրծում չկա, բայց որոշում է մի անգամ էլ խորամանկության դիմել։ «Աղվես բարեկամ, ինձ ուտել միշտ էլ կարող ես, բարի եղիր ու ինձ լսիր։ Կար ժամանակ, որ ես նստած էի վանդակում, կռվում էի մյուս լորերի հետ, մրցանակներ էի շահում, էս բոլորը անում էի մարդու համար, մինչև որ նրա մոտից փախա, բայց մարդուց ես շատ խելք ու գրագիտություն եմ սովորել։ Հիմա ուզում եմ քեզ իմ վերջին բարեկամական ծառայությունն անել։ Ուզում եմ քեզ գրագիտություն սովորեցնել»։ «Սովորեցրու, գուցե դա ինձ մի օր օգուտ կտա», համաձայնում է աղվեսը։ «Իհարկե օգուտ կտա։ Դե որ այդպես է, անմիջապես սկսենք։ Քաջ աղվես, ասա Ք։ Ք։ Ճարպիկ աղվես, ասա Ճ։ Ճ։ Խորամանկ աղվես, ասա Խ։ Խ։ Օիմբազ աղվես, ասա Օ։ Օ, բերանը լայն բացում է աղվեսը և ազատված լորը թևին է տալիս ու թռչում։